հետազոտողներ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ ենք։ Շատ լավ է, որ լավ եք։ Իմ փոքրիկ հետազոտողներ, այսօր մեզ մոտ ամրապնդման դաս է։ Ամրապնդում ենք թվերի համեմատումը 20-ի սահմաններում, ամրապնդում ենք դեցիմետր հասկացությունը, զանգված և կիլոգրամ հասկացությունները։ Պատրաստ եք։ Այո։ Շատ լավ է։ Եկեք տեսնենք այսօրվա մեր դասի նպատակները որոնք են։ Ամրապնդել 11-ից 20 թվերը կարգալու հմտությունները, ամրապնդել դեցիմետր հասկացությունը, ամրապնդել հատվածի մասին գիտելիքները, չափման արդյունքների գրանցման կարողությունները, ամրապնդել մարմնի զանգվածի մասին գիտելիքները, այդ մեծությունների չափման և չափման արդյունքների գրանցման կարողությունները։ Իսկ դասի ավարտին դուք պետք է կարողանաք, որպես դասի վերջնարդյունք, պետք է կարողանաք համեմատել թվերը 20-ի սահմանում, չափեք հատվածի երկարությունը դեցիմետրով և սանտիմետրով և գրանցեք դրա արդյունքները, օգտագործեք զանգվածի չափման միավորը կիլոգրամը խնդիրներում և տարբեր գործողությունների ժամանակ։ Երեխաներ, այսօր մեր դասը փոքրինչ տարբերվում է մեր ամենօրյա մնացած դասերից։ Այսօր մեր դասարանը կարծես թե վերածվել է փոքրիկ կայարանի։ Տեսնում եք, մեր դասարանում կան եղել մի շատ գունեղ, գեղեցիկ գնացք երեխաներ։ Գնացքը իր վագոնների վրա ունի տարբեր թվեր։ Երեխաներ, գնացքները ընդհանրապես միշտ շարժվում են կայարանից կայարան։ Ո՞վ է նստել գնացք։ Ես։ Գեցեք, շատ լավ է, որ նստել եք, գիտեք գնացքը, տեսել եք գնացքի վագոնները։ Այո։ Շատ լավ է։ Երեխաներ, մեր գնացքի վագոնները իրարից առանձնացված են, չեն կարողանում շարժվել։ Մենք պետք է համեմատենք գնացքի վրա եղած թվերը և օգնենք միանան վագոնները։ Այդ ժամանակ շարժիչը կաշխատի և գնացքը կհայտնվի մյուս քաղաքում։ Պատրաստ եք։ Այո։ Ով է օգնում գնացքի վագոններին։ Միքայել ջան, մոտեցիր։ Առաջին երկու վագոնների վրա ինչ թվեր են դրված, կարդաք օգնում։ Հիմա արի համեմատենք այդ թվերը։ 19 կանգնված։ Չէ, 15-ը և 19-ը պետք է համեմատենք։ Համեմատել ինչ է նշանակում։ Պետք է գտնենք, որն է մեծ։ Եկնով կոր։ Բարձր ասա, որ լսվի ջան։ 19 մեծ է, 19։ Կեցեք, իսկ 15-ը 19 փոքր է, 19։ կարող ես նշանը ճիշտ տեղադրել վագոնների մեջտեղում, որպեսզի մեր գնացքը կարողանա փոխությամբ տեղաշարժվի։ Արի ես քեզ օգնեմ, այ այստեղ է, կեցես։ Իսկ իմ հաջորդ օգնականը կլինի Մարիամը Հովհաննիսյան, մոտեցիր Մարիամ ջան, տեսնենք հաջորդ վագոնների թվերը ինչպես են համեմատում։ 12։ Համեմատի խնդրում եմ։ 19 մեծ է, 12-ը փոքր է, 19։ Կեցես, որ նշանն ես ընտրում, ընտրիր և տեղադրիր։ Չէ, այստեղ կպտիկով կարող ես գցել։ 19-ը մեծ է, այդ հետևում է պտիկը, այդ հատկապես կարող ես ամրացնել։ Շատ լավ է, կեցես։ Իսկ հիմա Էլինա ջան, մոտեցիր խնդրում եմ։ Համեմատի հաջորդ վագոնները։ 12-ը և 18։ 18-ը մեծ է, 12-ից 12-ը փոքր է, 10-ից։ Ցույց տուր տեսնենք, ինչպես ես կարողանում տեղադրել։ Շատ լավ է, կեցես իմ խելացին։ Սոֆիա ջան, մոտեցիր խնդրում եմ։ Հաջորդն դու միացրու։ 18-ը և 20։ 18-ը և 20-ը, խոսիր տեսնենք։ 20-ը մեծ է, 18-ից։ 18-ը փոքր է, 20-ից։ Կեցես իմ խելացի աղջիկ, տեղադրի, նշանը տեսնեք ճանաչում ես արդյոք, ինչպես պետք է ճիշտ տեղադրել։
Շատ ճիշտ է։ Կեցես նստիր, շնորհակալություն շատ։ Երեխաներ, կեցեք դուք։ Շատ լավ օգնեցիք մեքենավարին։ Մեր գնացքը կարողացավ միավորել իր վագոնները, շարժվեց եւ հայտնվեց մի կախարդական քաղաքում։ Ով կարող է կարդալ, որ քաղաքում ենք մենք։ Չափումների քաղաք։ Այո, չափումների քաղաքում ենք։ Ով գլխին կապ, ինչ ենք անելու չափումների քաղաքում։ Ինչեր ենք անելու։ Ինչեր ենք անելու, Սարա ջան։ Չափելու ենք, ինչ որ բան, չափելու ենք։ Երեխաներ, այո շատ են նայեք էկրանին, խնդրում եմ։ Տեսնում եք, այստեղ ինչ է դարպասների վրա։ Կողպեկ է, դա նշանակում է, որ մեր գնացքը առայժմ չի կարող մտնել։ Այ անկյունում դրված է, երեխաներ, բանալի է պետք։ Մեքենավարը ինձ առաջադրանքի ուղարկել, որ ես փոխանցեմ ձեզ։ Հենց այդ առաջադրանքը ավարտեք, դռները կբացվեն եւ մենք կհայտնվենք չափումների քաղաքում։ Պատրաստ եք օգնել մեքենավարին։ Երեխաներ, մեքենավարի առաջադրանքն է։ Չափեք կանոնով գծված 5 հատվածները, այ այստեղ 5 հատվածներ են նշված։ Պետք է գտնենք բանալի հատվածը։ Բանալի հատվածը 10 սանտիմետրանոց հատվածն է։ Դուք պետք է կանոնով չափեք բոլոր հատվածները։ 10 սանտիմետրանոց հատվածը պետք է ներկեք կանաչ գույնով, իսկ մնացած հատվածները կարմիր գույնով։ Կկարողանաք։ Այո։ Ես վստահ եմ, որ կկարողանաք։ Տեսեք, դիմացը հատվածների փոքրիկ բանդակներ կան։ Յուրաքանչյուր հատվածը չափելուց հետո դիմացը գրի կարմիր, թե քանի սանտիմետր է։ Կկարողանաք։ Այո։ Պետք է օգնենք մեքենավարին, երեխաներ։ Մենք ընկերասեր ենք, ջանասեր ենք եւ անպայման կկարողանանք։ Այնպես չէ՞։ Այո։ Կեցեք։ Իսկ հիմա ես բաժանեմ ձեր առաջադրանքները, դուք չափեք կանոնով եւ կանաչ գույնով ներկեք մեր բանալի հատվածը։ Կանաչ Չափումների քաղաքում կողպեկը բացելու էր միայն 10 սանտիմետրանոց հատվածը։ Դուք ինչ գույնով ներկեցիք դա։ Կանաչ գույնով կեցես։ Ռոբերտ ջան, մեր կանաչ գույնի հատվածը քանի սանտիմետր է։ 10 սանտիմետր։ Կեցես 10 սանտիմետր։ Դա մեր բանալի հատվածն է։ Երեխաներ, եկեք հիշենք 10 սանտիմետրի այլ ձեր ինչպես ենք անվանում։ Ձեռքով, տեսնեմ, ձեռքով։ Արփի ջան, ինչպես ենք անվանում 10 սանտիմետր այլ ձեր։ Ինչպես ենք անվանում, ո՞վ կողիշը 10 սանտիմետր այլ ձեր, ինչպես ենք անվանում։ 10 Մեկ 10 սանտիմետրին այլ ձև, այո, ճիշտ է, անվանում ենք 1 դեցի 1-ը։ Կեցեք երեխաներ։ Ովիք հետազոտողներ։ Առաջին առաջադրանքը դուք շատ լավ կատարեցիք, կանոնով չափումները կատարեցիք, կողպեքը բացեցիք, բայց դեռ խաղալ չեք կարող մտնել։ Մեքենավարը ուզում է համոզվել, բացի կանոնով չափումներից, դուք ինչպես եք կարողանում կողմնորոշվել թվերի աշխարհում։ Բարձրացեք ձեր քարտերը, որոնք ձեր ձեռքին են։ Ես արտասանելու եմ ցանկացած թիվ, ում մոտ եղավ այդ թիվը կանգնելու է ոտքի եւ իր մոտ եղած թիվը վերածի դեցիմետրի եւ սանտիմետրի։ Պատրաստ եք։ Այո։
Սկսում ենք ուրեմն 13-ից, 13, Պալիկ կարտը կարյաժը, տվերացի 13 թիվը, դեցիմետրի և սանտիմետրի։ 13-ը հավասար է 1 դեցիմետր, 3 սանտիմետր։ 13 սանտիմետրը հավասար է 1 դեցիմետր, 3 սանտիմետր։ Կեցե, 17, ու մոտ է 17 թիվը, տալի Ժաննա ջան, 17 սանտիմետրը վերածի դեցիմետրի և սանտիմետրի։ 17 սանտիմետրը հավասար է 1 դեցիմետր, 7 սանտիմետր։ Կեցե, շատ ճիշտ է հիմա, 14, 14 սանտիմետրը, 14 սանտիմետրը հավասար է 1 դեցիմետր, 4 սանտիմետր։ շատ ապրեց, կեցես, իսկ հիմա 20 սանտիմետրը, ասա լիլի ջան, 20 սանտիմետրը հավասար է 2 դեցիմետր։ շատ ապրեց, ճիշտ է, 19, 19 սանտիմետրը, 19 սանտիմետրը 1 դեցիմետր, 9 սանտիմետր։ շատ ապրեց, ճիշտ է, կեցես, իսկ 18 սանտիմետրը, ասա Սոֆիա ջան, 18 սանտիմետրը 8 դեցիմետրը և 1 դու շատ իր նայիր, 18-ը կազմված է 10-ից և 8-ից, իսկ մենք գիտենք, որ 10 սանտիմետրի նույնիսկ ինչպես ենք անվանում։ Ուրեմն 18 սանտիմետր ինչի՞ց կազմվում, ինչի է հավասար։ 1 դեցիմետր և 8 սանտիմետր։ Շատ ապրեց իմ աղջիկ, կեցես, խելացրես։ Բացի հետազոտողներ, տեսնում եք, դուք հաղթահարեցիք փորձությունը, բացահայտեցիք, չափեցիք, բացեցիք դարպասը և մենք որտեղ ենք հայտնվել։ Այ տեսնում եք ինչ հրաշալի քաղաք է երեխաներ, ամեն ինչ չափվում է սանտիմետրով, դեցիմետրով, ունեն չափման գործիքներ, վերևում տեսնում եք տարբեր չափման միավորներ են երևում, քաղաքը գեղեցիկ է, լուսավոր է, մեր գնացքն էլ այնտեղ ուրախ, տեսնում եք գնացքին կենտրոնում։ Գնացքը հաղթահարած մտել է քաղաք և շարունակում է իր ճանապարհը երեխաներ։ Տեսնենք մեր հաջորդ քաղաքը ո՞րն է, որ մեր գնացքը պետք է կանգ առնի։ Սուլենով այսօր հասավ մեր գնացքը երեխաներ։ Մենք ուր ենք հասել, ով կկարդա։ Զանգվածի քաղաք։ Զանգվածի քաղաքում ենք, բայց երեխաներ, դրա վրա ինչեր ենք տեսնում։ Թորթեր։ Այո, կողպեքներ ենք տեսնում, սա նշանակում է, որ մեքենաբարը մեզ համար դարձյալ առաջադրանք ունի։ Պետք է կարողանանք հաղթահարել, որ կարողանանք մուտք գործել չափումների քաղաքից հետո մուտք գործենք զանգվածի քաղաք երեխաներ։ Բայց մինչև մուտք գործել երեխաներ, զանգված է, ինչով ենք մենք չափում։ Ո՞ր է զանգվածի չափման միավորը։ Զանգվածի չափման միավորը Կիլոգրամն է, կեցե, զանգվածի չափման միավորը կիլոգրամն է, շատ լավ է։ Սիրելի սովորողներ, դուք բացահայտեցիք, վերհիշեցիք, որ զանգվածի չափման միավորը կիլոգրամն է, բայց ասեք ինձ խնդրում եմ, ինչ գործիք է մեզ անհրաժեշտ զանգվածը չափելու համար։ Ինչ գործիք է, ասա Տիգրան ջան։ Մեզ անհրաժեշտ է, շատ ճիշտ է։ Զանգվածի քաղաքի կողպեքները բացելու համար մեքենավարը հենց որ ինձ առաջադրանք ուղարկեց։ Նա ասաց, որ շատ է սիրում ձուկ ուտել և ձկներ է ուղարկել մեր դասարան։ Դուք հետո մոտենալու եք, որսալու եք այդ ձկները։ Բայց գիտեք մեքենավարն ինչ է առաջարկում։ Վագոնները բարձել միայն այն ձկները, որոնց վրա եղած նկարները չափվում են կիլոգրամով։ Փորձեք որսալ ձկներին, վերցեք ձեր կարտերը, որսացեք ձկներին, տեսնենք ինչ եք որսում։
Վարիջան, դու ինչ ես որսացել։ Գազարի ինչով են չափում։ Կեցես իմ խելացի աղջիկ։ Իսկ ինչու ես վարունգը որսում, Արեն, ինչու։ Ջրի շիշը չորսացիր։ Հեղուկ է, այո, որովհետև ջուրը։ Հեղուկ ինչով ենք չափում։ Ապրես, ճիշտ է, իսկ վարունգը ինչով ենք չափելու։ Կեցես, շատ ճիշտ է, կարող ես նստել, որսացես Ժաննա ջան։ Տանձը ինչով ենք չափում։ Կեցես իմ խելացի աղջիկ, նստիր։ Հիմա փորձում են իրենց ուժերը Տիգրանը եւ Մարիամը։ Ինչ ես որսացել Մարիամ ջան։ Նուրը ինչով ենք չափում։ Շատ ապրես, իսկ ինչու։ Հյութի տարանչը որսացի Մարիամ ջան։ Որովհետև Ինչ է այստեղ պատճառը։ Հեղուկ է, ճիշտ է, կեցես, իսկ հեղուկի ինչով ենք չափում։ Շատ ապրես, դու ինչ ես որսացել Տիգրան ջան։ Բանան ինչով ենք չափում։ Կեցես, իսկ ինչու պատուհանը չես որսացել։ պատուհանը կիլոգրամով չեմ չափում։ Իսկ ինչով ենք չափում պատուհանը։ Մետրով, կեցես իմ խելացի տղա։ Շնորհավորում եմ ձեզ, որ բարեհաջող կարողացաք մուտք գործել զանգվածի քաղաք։ Դուք կատարեցիք բոլոր չափումները, մեքենավարի բոլոր հրահանգները, իսկ այժմ ժամանակն է օգնենք մեր գնացքին, որ գնա հանգստանալու։ Երեխաներ, ես ձեզ համար բերել եմ գնացքի տոմսեր։ Ես ձեզ հիմա կբաժանեմ գնացքի տոմսեր, այս սեղաններին արդեն դրված են տարբեր գույնի առաջադրանքներ։ Որ գույնի տոմսը որ կհասնի, այդ գույնի առաջադրանքի սեղանի մոտ էլ կնստի։ Պատրաստ եք։ Այո։ Սկսեցինք։ Սիրելի ուղևորներ, դուք արդեն ձեր համապատասխան վագոններում եք։ Գնացքը արդեն շարժվում է։ Շարժվելու ընթացքում դուք պետք է կատարեք մի քանի առաջադրանքներ։ Յուրաքանչյուր վագոն ունի իր առաջադրանքը։ Տեսեք ուղևորները կկարողանան կատարել առաջադրանքը։ Կեցեք իմ խելացներ, դեր մոտով քննարկեք ձեր առաջադրանքը, տեսեք ինչպես եք կատարում և որ վագոնն է ամենաարագը կատարում իր առաջադրանքը։ Կարդացել եք ձեր առաջադրանքը, երեխաներ, Էլինա կարդացեք մնացից քննարկեք, բայց մի խմբերի մի խանգարեք։ Գոհար ջան կարդաբարձր, որը կերետ է լսեն, իրենք էլ մասնակցել առաջադրանքի։ Սիրելի ուղևորներ, կատարել եք ձեր վագոնների առաջադրանքները։ Այո։ Ապրեք, իսկ պատրաստ եք ներկայացնել դրանք։ Սկսենք կապույտ վագոնից։ Տիգրան ջան, կանգնիր, խնդրում եմ, կարող ես ներկայացնել ձեզ ինչ առաջադրանք էր տրված։ Մեզ հանձնարարված է Տեսնեմ, պահի, ձեզ ինչ էր հանձնարարված։ Մեզ հանձնարարված է որ պետք է Գտնեի։ Քաշով պարկը։ Ինչ էր ասում, մեծ պարկը գունավորեք կարմիր գույնով, իսկ փոքր պարկը կանաչ գույնով։ Կեցեք, մեծ պարկը ներկելեք կարմիր գույնով, փոքր պարկը ներկելեք կանաչ գույնով եւ այստեղ ասում եք համեմատեք թվերը։ Դուք ինչպես եք համեմատել։ Ինչ եք դրել։ 15-ը մեծ է 12-ից, ապրել։ Շատ լավ է, կեցեք, և նաև ասում եք, գտեք, թե որքան է մեծ պարկը ծանր փոքր պարկից։ Ինչպես եք գտեք։ Ուրեմն մեծ պարկը որքան է ծանր։ 3 կիլոգրամ ապրել։ Ներկայացնում են տեղին վագոնի ուղևորները, ինչպիսի առաջադրանք էր իրենց հանձնարարված։ Ով է ներկայացնում։ Ինչ եք արել, ինչ գործողություն եք արել, Ժաննա ջան։ 11-ին գումարը 7 հավասար է 18 կիլոգրամ։ Կեցես իմ խելացի աղջիկ, շատ ճիշտ է։ Իսկ այժմ տեսնենք ինչպես են իրենց առաջադրանքը կատարել վարդագույն վագոնի ուղևորները։ Ով է ներկայացնում։
Ասա է Դինա ջան, ինչ էր ձեզ հանձնարարված կարդալ։ Կարդա խնդրում եմ։ Առաջադրանք պահեստում կա 18 կգ ածուխ մեքենաները 6 կգ Կգն ինչպես են կարդում։ Կիլոգրամ։ Ապրես։ Պահեստում կար 18 կիլոգրամ ածուխ, մեքենավարը 6 կիլոգրամը օգտագործեց ճանապարհին։ Քանի կիլոգրամ ածուխ մնաց պահեստում, ինչպես եք հաշվել։ 12 Ինչպես եք հաշվել, ասա։ 18-ից հանածվեց հավասարը 12 Շատ ապրեք։ Իսկ հիմա մոտենում են կանաչ վագոնին։ Տեսնենք կանաչ վագոնի ուղևորներն ինչպես են կատարել իրենց առաջադրանքը։ Ջան, ինչ է կարել, որպեսզի դառնա 15 կիլոգրամ։ 15 գումարել ենք 9, ստացել ենք 19։ Գեցեք, այո, ճիշտ է, արդեն ունեք 10 կիլոգրամ, որպեսզի դառնար 19 ինչ է կարել։ Գումարել ենք։ Գումարել եք եւս 9 կիլոգրամ։ Ապրեք, կեցեք իմ սիրելի հետազոտողներ, ուղևորներ, իմ հրաշք սովորողներ։ Դուք պատով կատարեցիք մեքենավարի բոլոր առաջադրանքները եւ գնացքը բարեհաջող հայտնվեց իր հանգստավայրում։ Տեսնում եք գնացքը որտեղ է։ Այո։ Պատրաստվում է վաղվա իր նոր ճամփորդությանը։ Իսկ այսօրվա համար ես ձեզ ասում եմ շնորհակալություն, կեցեք, որ այսքան պատրաստական եք, օգնեցիք մեքենավարին, կհանդիպենք մյուս առաջադրանքները կատարելիս։ Ցտեսություն։ Ցտեսություն։